Այն ինչ տեղ ունեցավ մեր դատական համակարգի հետ ինչպես կգնահատեք։ Դե գիտեք ինչ, համակարգը ինքը ընթացակարգ ունի, ցավոք սրտի այն ընթացակարգ, այսինքն դատավարությունը, որ նախատեսված էր նախկին օրենքներով, փոփոխության ենթարկվեց։ Եվ այսօր ամենավատն է, որ դատական համակարգում շարժում չկա, աշխուժացում չկա, գործերի քննության դանդաղկտություն կա, որը ահավոր վատ է ազդում եւ մարդկանց տրամադրության վրա, եւ դատարանի գնահատականի վրա, եւ քրեական գործերի, քաղաքացիական գործերի որակական նշանակության վրա։ Դա ամեն ինչից եկավ այն սկզբունքը վերացնելուց։ Նախկինում կար գործերի քննության անմիջականության սկզբունք։ Այսինքն գործը, եթե դատավորը սկսում էր վարույթեր ընդունում, պիտի քններ, ավարտեր այդ գործը, նոր անցներ երկրորդին։ Հիմա ամեն մի դատավորի վարույթում կան հարյուրավոր գործեր, նույնիսկ ավելի գործեր։ Մի գործը կարող է տևել 4, 5, 7, 8 տարի, դա ահավոր վատ բան է։ Ես որ Գերագույն դատարանում աշխատում էի 1991 թվականին ես այդ դրոյի գործը որ ընդունեցի վարույթ, այդ գործը տևեց մի տարի 4 ամիս, բայց այդ ընթացքում ես ուրիշ ոչ մի գործով զբաղվելու իրավունք չեմ ունեցել եւ չեմ զբաղվել։ Որ գործներ։ Դրոյի գործը այդ այնտեղ բանի Մինիստրների խորհրդի նախկին գործերի կառավարիչի գործը, բոլոր այդ գործերը, եթե դու այդ գործով զբաղվում ես, ուրեմն ուրիշ գործով էլ զբաղվելու խնդիր չկար, դրա մեջ իմաստ կար, բովանդակություն, որն էր դա, որ դու կենտրոնանում ես այդ գործի վրա, այդ գործի բոլոր հանգամանքների վրա, եւ անմիջականորեն դու շահագրգռված պիտի լիներ, որ գործը հասցնես ավարտի, հասկանում ես։ Օրինակ ես գործ եմ քննել ընդամենը մի տարի 6 ամսում, որտեղ եղել են 555 վկա, 28 մեղադրյալ, լսում ես, 15-16 advocat, 2-3 դատախազ, բայց այդ գործը տևել է ընդամենը ամենաերկարակյաց գործերի քննությունն էր, տևել է ընդամենը մի տարի 6 ամիս։ Հիմա այդ բնույթի գործը կարող է տևել 15 տարի։ Սա ընթացակարգային բանի խախտման հետևանք է։ Դա մի ինչ ասեմ, գործերի իմաստով ես իհարկե չեմ շփվում, որովհետեւ առնչություն չունեմ էլ։ Ես պարզապես համակարգի հետ որևէ կապ չունեմ, ցավում եմ, որ համակարգը, արդարադատության համակարգը հիմա էս վիճակում է։ Միշտ է խոսվել դատական համակարգի անկախության մասին։ Այսօր կողքից այսպես հետևելով process-ներին ինչ եք կարծում, որքանով է դատական համակարգը անկախ գործադիր։ Դե գիտեք ինչ, դա այդ սկզբունք է, բայց կիրառման տեսակետից այնքան բարդություններ կան այդտեղ, այնքան հանգամանքներ կան, այնքան խոչընդոտներ կան, որ դրանց մասին ընդհանրապես ասել, որ լրիվ անկախ է դες բան գոյություն չկա այդպիսի բան։ Կա համեմատական անկախություն կարող է լինել, եւ հետո դատավորը ինքը պիտի անկախ լինի, ինքը իր էության, իր մտածելակերպով, իր վարքագծով պիտի անկախ լինի, այսինքն պիտի ծառայի օրենքին եւ միայն օրենքին։ Այն ինչ որ կապված է արտաքին ազդեցությունները, իսկ դա ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ կա։ Համակարգում շատ են այդ դատավորները, ովքեր բնույթով են անկախ, թե այդպիսի դատավորը չի մնում համակարգում։ Դե այն ովքեր որ իմ ժամանակ անկախ էին, հիմա չեն աշխատում։ Ես արդեն 14 տարի 14 թվականից մինչև հիմա 11 տարի չեմ աշխատում։ Թույլ տվեք վերջին հարցը տալ։ Այսօր շատ քննարկվում է այսպես, օրինակ հոգևորականներ, ես կոնկրետ Միքայել arczepiskopos Աջապայանի գործի մասին կուզեմ խոսել, շատ են գնահատականները, իրավապաշտպաններ, իրավաբաններ, ոմանք ասում են քաղաքական է, ոմանք չէ, քաղբանտարկյալ է, թե ոչ, հետևելով այս գործին ինչ կարող է։ Ես ճիշտն ասած կոնկրետ իմաստով այդ գործի որևէ բան գնահատական, իրավական գնահատական տալու հնարավորություն չունեմ, որտեղ գործի տվյալներին ես ծանոթ չեմ։ Այն ինչ որ մամուլն է գրում, այնքան հագասական բաներ է գրում, նայած դու որին ես հավատում, իսկ հիմա մամուլին հավատալ չեմ կարծում։ Իրավական շատ խորը բան չէ, եղել է հարցազրույց եւ դրա համար մարդը 2 տարվա ազատազրկման։ Դե գիտես ինչ, եթե ընդհանրապես բարոյական մարդկային առումով ես դեմ եմ։ Իհարկե չպիտի արվեր դա, մարդկային առումով, բայց գուցե դեռ լուրջ բաներ ունեն, որոնց մասին ես տեղյակ չեմ։ Համենայն դեպս պետք չէ ես սրումը, այդքան բան։